Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, ինչու Քրիստոս տվեց տաճարի տուրքը։ Պատճառները բազմաթիվ են սիրելիներս, բայց ամենագլխավորը Հիսուս սովորեցրեց, որ մենք պարտականություն եւ կարեւորություն ենք եկեղեցու հանդեպ եւ եկեղեցու մեջ, որովհետեւ երբ որ մեկը եկեղեցի է գնում, ինքը ոչ միայն ներկայությունը պետք է ապահովի, այլև այդ եկեղեցու կյանքի մեջ ակտիվ ներկայություն պետք է իր աղոթքով, իր խոնարհությամբ, իր նաև նյութական կարևորությամբ։ Ինչու՞, որովհետև երբ որ եկեղեցին քոնն ես համարում, դու նաև այդ եկեղեցու հանդեպ պարտականություն ես պահելու, պահպանելու։ Եթե Հիսուս տաճարի տուրքը չտար, նաև կարող էր գայթակղության պատճառ դառնալ։ Ինչու՞, որովհետև շատերը Հիսուսին ճանաչում են, թե ինչպես էր նա տաճարը սիրում եւ ինչ նախանձախնդրություն էր տաճարի հանդեպ։ Եթե հաջարվեր տուրքը տալ, մարդիկ կմտածեն, որ նա տաճարը չի սիրում։ Բայց այնպես էլ շատ հաճախ մենք այսօր մարդիկս եկեղեցի ենք գնում, շատերին քաջալերում ենք, որ եկեղեցի գան, եկեղեցասեր ենք, բայց հրաժարվում ենք եկեղեցուն որևէ բանով օգնել։ Նույնիսկ երբեմն համարձակվում ենք քննադատել եկեղեցուն ու եկեղեցականներին։ Շատ հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր ասում են, ինչու եկեղեցին այս հարցով չի զբաղվում։ Ես պատասխանում, եթե դու եկեղեցու անդամ ես, քեզ հայ առաքելական եթե զավակ ես համարում, դու ինչու ես անտարբեր, դու ինչու որևէ բանով օգտակար չես լինում։ Եկեղեցին միայն հոգևորականը չէ, այլև ժողովուրդը եւ երկուսը միասին են եկեղեցու զորությունը կազմում։ Երկրորդ տաճարին տրվելիք տուրքից սիրելիներս հաճախ օգտվում են աղքատները, աղքատների խնամքեր տարում։ Հիսուս ճանաչված որպես աղքատասեր։ Եթե մենք քրիստոնյաներս եկեղեցի են գնում, Հիսուսի անունով խոսում ենք եւ աղքատների մասին ենք քարոզում, բայց հրաժարվում ենք աղքատների հետ լինել, մեր տրվելիք տուրքը անհրաժեշտություն է, եթե դու չես անում։ Մայր Թերեզան ասում էր, շատ հաճախ այսօր մարդիկ խոսում են աղքատների մասին, բայց շատ քչերն են խոսում աղքատների հետ։ Ուրեմն այդ տրվելիք տուրքով դու նաև օգտակար ես լինում, որպեսզի այն մարդիկ, որոնց դու չես ճանաչում, ուտելիքի, հագնելիքի կարիք ունեն, եկեղեցին այդ մարդկանց կարողանա հոգ տանել։ Երրորդ, տաճարին տրվելիք տուրքից մի մասն էլ տրվում էր եկեղեցու տաճարի նորոգության համար։ Եթե Հիսուս հրաժարվեր, կմտածեն, որ նա տաճարը չի սիրում։ Մենք կարիք ունենք եկեղեցիների նորոգության։ Այսօր շատ հաճախ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր պատրաստ են մեծ գումարներ ծախսել տարատեսակ ուխտագնացությունը կամ հավաքությունների մասնակցելու համար։ Նույնիսկ կարող են պարտքով գումար վերցնել այդ ամենին մասնակցելու համար։ Բայց երբ որ հերթը հասնում է եկեղեցին քո տրվելիք լուման ներդնելու համար, մենք հրաժարվում ենք ու խուսափում ենք։ Եվ վերջապես տաճարին տրվելիք տուրքը օրենք էր հաստատված, որ ամեն մարդ պետք է իր եկամուտից բաժին հաներ։ Հիսուս ինքը արեզդա ցույց տալու է ոչ թե եկել է օրենքը խախտելու, այլ ինքը հենց մտել է օրենքի տակ, օրենքին ծառայելու միջոցով մեզ պետք է առաջնորդի դեպի փրկություն։ Ուրեմն յուրաքանչյուր քրիստոնյա սիրելիներս, ով եկեղեցու մեջ է, ինքը պարտավորություն ու կարևորություն ունի այդ եկեղեցու պահպանման համար։ Ինչ որ մենք տալիս ենք, մենք որևէ մեկին չենք տալիս։ Մենք տալիս ենք Աստծո փառքի համար։ Մենք տալիս ենք եկեղեցու նորոգության ու պայծառության համար։ Մենք տալիս ենք գաղտնաբար մեր ողորմությունը կատարելու համար եւ Աստված մեզ անպայման բացահայտ պիտի վերադարձնի։ Երբ որ մենք տալիս ենք սիրով, Աստված երբեք պարտքի տակ չի մնում։ Քեզ վերադարձնում է քո տվածի հազարապատիկ։ Երբ որ մենք տալիս ենք խոնարհություն ու գաղտնաբար, Աստված մեր կյանքը լցնում է լիությամբ, որով յուրաքանչյուր քրիստոնյա կարող է հոգևոր հրճվանք ու ուրախություն ունենալ, երբ որ Աստծո եւ Աստծո փառքի համար ինքն իր բաժինը դրել է ոչ միայն հոգևոր ու ֆիզիկական ներկայությամբ, այլև իր նյութական կարեւորությամբ։